Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասյան։ Շատ լավ պատիլա։ Վաղը հենց այդ օրն եմ։ Վաղը դու պիտի սպանես Անաստասիային։ Այո, պարոն։ Կարծում եմ պատրաստ եմ։ Ինձ չհիասթափեցնես պատիլա։ Հիմա այդ անառակը երևի իր սենյակում է, հրճվում է Աուրելիոյի հետ։ Ես այլևս չեմ կարողանում դա հանդուրժել, ուզում վաղը նրան սպանված տեսնեմ։ Այո, պարոն, այո, շատ լավ։ Բայց ասեք, ինչպես հարձակվեմ նրա վրա։ Մատուրում։ Բանականի նման կհակնվես ու ճանկերն ուղիղ պարանոցի մեջ կխրես այնպես, որ թույնը սիրտը գնա, տեղն ու տեղը մերլի։ Հանգստացեք, պարոն, հանգիստ եղեք, հանգիստ։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Պետք է լավ լինի, պատիլա, որովհետև ուզում եմ վաղ Աուրելիոյին սիրում ողբալիս ու տառապելիս տեսնեմ։ Անիցյալ սատանա, ապայելի Աուրելիո, երդվում եմ, որ սա քեզ համար վերջինը կլինի։ Մյուս անգամ մի քիչ բաներ կթողնես երիտասարդների համար։ Լավ, վերջացրու։ Կվերջացնեմ եղբայր, ապա Սանտիագոյին նայեք։ Հեռախոսը զնգում է։ Հիմա կվերցնեմ։ Ոչ, ավելի լավ է դու վերցրու, հաստատ քեզ են ուզում վերցրու։ Շատ լավ թակոյիսնի բարկացի։ Դե լավ, գնա, կփորձես, սրանցից չես ուզում։ Այո, սպասի։ Մայրիկ, որտեղ ես։ Մի անգստացիր, որդիս ես ուղակի եկել եմ աղոթեմ Կույս Մարիամին, ես տոնի առողջության համար էի աղոթում, խնդրում էի, որ հնարավորություն տա հայրիկիդ, որպեսզի նա ապաքինվի։ Բայց ինչու ինձ ոչինչ չես ասել։ Ես կգայի քեզ հետ։ Ոչ, ես բավական մեծ եմ, որպեսզի ինքնուրույն տնից դուրս գամ։ Բացի այդ, դու պետք է հոգ տանես ընտանիքի մասին, մինչև որ տոնին վերադառնա։ Ինձ համար մի անգստացիր, ես լավ։ Սպասիր, գոնե հասցեն ասա։ Կամ ինչ-որ հեռախոսը համար։ Կարիք չկա, որդիս, ես շուտով կվերադառնամ։ Այս ուղևորությունը կօգնի ինձ, ես ուզում եմ կարգավորել մտքերս։ Քեզ լավն այր տան գործերի մասին հոգա, որպեսզի հայրդ հպարտանա քեզնով։ Սպասիր։ Վայրս է։ Ասաց, որ գնացել է շնորհակալություն հայտնելու Սուրբ Մարիամին։ Նա չէր հանգստանա, մինչև նման բան չաներ։ Յոլանդային պետք է մի որոշ ժամանակով հեռանել այս տնից։ Նա պետք է մի փոքր խաղաղվի, այնպես որ հանգիստ եղեք նրա համար։ Լավ։ Արդեն ժամանակն է։ Այսօր արտասովորը կմեռնի ու կսկսվի Նիրոնան տիրոջ իմ կյանքը։ Ընդամենը մնում է, որ թույնով լցված այս ճանկերը նրա պարանոցը խրեմ ու այդտեղից ուղիղ արուբա մեկնեմ արկրով փողը թևիս տակ։ Այո, այսու հետ ես հարուստ կլինեմ։ Ոչ մի սխալ քայլ չի կարող դնել։ Nada puede salirme mal. Հիմա այս հաղորդագրությունը Անաստասիային կուղարկեմ։ Անաստասիա, ես ուզում ես իմանալ, թե որտեղ է քույրդ։ Մատուրը ճիր։ Նա կգա մատուր։ Եվ այդտեղ ես նրա վերջը կտամ։ Իսկ մարդասպան վանականին կհամարեն։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Բարի օր։ Ողջույն փոքրիկ։ Լայնայր բակաս։ Սուրճ կա։ Մացել եմ, որ ձեռնոց ես ընտրել վանականին։ Չկարողացա նրա վերջը տալ։ Ես կարող էի սպանել նրան, բայց ուզում էի, որ ողջ մնա, որպեսզի իմանանք Անաստասիայի տեղը։ Եղբայր, դա շատ խիզախ քայլ էր։ Դրանով դու նաև Կատալինայի կյանքը փրկեցիր։ Այո, բայց իմ նպատակը Անաստասիայի տեղն իմանալն է։
Ես չեմ կարողանում հաշվել նրա մահվան մտքի հետ, թեպետ ոստիկանությունն արդեն նրան մահացած է համարում։ Շնորհակալ եմ մտահոգվելու համար Օվիդիո։ Բայց հիմա վախենում եմ, որ վանականն իմ դեմ դուրս կգա։ Դրա համար էլ եկել եմ, որ քեզ հետ խոսեմ, Աուրելիո։ Ուզում եմ համագործակցել քեզ հետ, որպեսզի բռնենք նրան։ Ես մի պլան ունեմ դրա համար, բայց ուզում եմ քեզ հետ առանձին խոսել։ Ինչ պատահեց։ Ինչու այդպես անակնկալի եկար եղբորս վերաբերմունքից։ Դա ամենանկեղծ բանն է, որ չքնվել լսել եմ այս տանը։ Լավացի ես, շնորհավորում եմ քեզ Զարմիկ։ Այլս անչափ կուրախանա երբ վերադառնամ իմանա, որ նա որոշում ես կայացրել։ Ոչ, նա, Հելենա, ոչ, ներիր ինձ, Հելենա, ոչ, ես չէի ուզում, Հելենա, ոչ, ներիր, Հելենա, Մի քիչ ջուր տամ։ ներիր ինձ, Հելենա, Հելենա, ոչ, Հայրիկ, ոչ, հայրիկ, Հելենա, դու, վեսպիա, հայրիկ երազումդ ինչ էիր տեսնում, Աստված իմ երևի ահավոր մղձավանջ էր։ Հանգիստ քնած էր ու հանկարծ սկսեցիր նյարդայնանալ։ այո, երազումս մայրիկիդ եմ տեսել, բայց ոչինչ չեմ կարողանում հիշել։ Լսիր, ես քեզ այստեղ բերեցի, որպեսզի հենց մորս նկարի առջև ինձ պատմես այն ամենը, ինչ գիտես նրա անցյալի մասին։ Ասում եմ ամեն ինչ, հատկապես նրա մահվան պատճառը։ Ինչ է քեզ հետ կատարվում, Կոնստանսա, ինչ իմաստ ունի քեզ նրա մասին պատմել, եթե դու Հելենայի աղջիկն ես։ Դու պետք է ինձ լավ ճանաչես, մոտ։ Ես չեմ հասկանում քեզ։ Իհարկե, ես ճանաչում եմ նրան, բայց այնքան էլ լավ չգիտեմ նրա էությունը, ճիշտ է, նրա աղջիկն եմ, բայց մորս կյանքը միշտ առեղծված է եղել ինձ համար։ Անկեղծ ասած, ինձ բոլորովին անհասկանալի է քո հետաքրքրությունը, ախր։ Ինչն է քեզ հուզում։ Ինչը։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Լավ, կասի։ Բանն այն է, որ երեկ ես լսեցի, որ մորս հանդեպ հանցագործություն են կատարել, որ ինչ-որ մեկը սպանել է նրան։ Հիմա պատասխանիր, նրան սպանել են, այո։ Ասա ինձ, Վալենտինո, դե խոսիր։ ¿Mi mami la mataron o no? Habla, Valentino, habla. Դե լավ ընկերներ, դեռ որքան ժամանակ եք լռելու, վերջապես ասացեք ինչ է տեղի ունեցել անցյալ գիշեր, դուք իմ ընտանիքն եք, դուք չպետք է խաբեք ինձ։ Էմիլիա, ոչինչ էլ չի եղել, պարզապես մենք սովոր չենք նման բաների եւ իսկապես ցնցված էինք։ Ցնցված։ Քիչերն տեղն ու տեղը մեռնեի, երբ այդ շամանն ասաց, որ քո մեջ հոգի է մտել։ Հոգի է մտել։ Յադիրա, լեզուդ քեզ քաշիր, լավ։ Ասիր, այդքան ստիպ մոտ մի ընդունիր, լավ։ Շաման ուղղակի ասաց, որ քո մեջ հոգի է մտել։ El chamán ese dijo que tú tenías un espíritu y que Ուզում եք քեզ ինչ-որ բան ասել։ Ինձ, բայց ինչու ինձ, ես չեմ հասկանում։ Դե որովհետև այստեղ ես նրա դուրը եկել։ Լռիր։ Ես չգիտեմ, բայց շամանը ասել որ դու պետք է հաղթահարես այդ el հոգուն, chamán որը վերջապես փոխվեց այդ մղձավանջներից։ Բայց իմ մղձավանջները Հելենա տատիկի հետ են կապված։ Ուշադրություն մի դարձրու մեզ վրա։ Ուղղակի այստեղ բոլորս տարված ենք Հելենա տատիկի հետ կապված այդ պատմությամբ։ Ես վերադարձա Հելենան արդեն մահացել էր, իդեպ հիշում եմ, որ նրա թաղման ժամանակ սաստիկ վիճեցի Տոնիի հետ։ Այնքան սաստիկ, որ դրանից հետո խզեցի այս ընտանիքի հետ բոլոր կապերս։ Իսկ նամակները ինչ էր գրում մայրս։ Դե ոչ մի կարևոր բան։ Գրում էր այն, ինչ նրա վիճակում հայտնված կինը կգրեր, որովհետև ինքդ էլ գիտես, որ մայրդ լավ չէր Հելենայի մոտ, հոգեկան շեղումներ էին նկատվում։ Այո, այդ մի բանը գիտեմ։ Գիտեմ նաև, որ հայրս նրան 1 տարով մենաստան էր ուղարկել։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։ Ինձ հարկավոր է դա։ Խնդրում եմ, Վալենտինո, ինձ ամեն բան պատմիր։ Հայրիկ, դու քեզ մեղավոր ես զգում, որ Յոլանդայի հետ ես ամուսնացել։ Ինչու ես նման բան հարցնում։
Դե երազումդ մայրիկին խնդրում էիր, որ ների քեզ, դրա համար էլ մտածեցի, որ պատճառը երևի ուրիշ կնոջ հետ ամուսնանալն է։ Ընդհանրապես երազներում արտահայտում են այնպիսի երևույթներ, որոնք մարդու ենթագիտակցության մեջ են մնացել։ Իա, խնդրում եմ։ Ես քո Ֆրեդին լսելու տրամադրություն չունեմ։ Ճիշտ է, ես սրտանց սիրել եմ մորդ, բայց նա մահացել է, ու հիմա իմ կինը Յոլանդան է։ Mi esposa se llama Yolanda. Երբեմն ես էլ կուզեի քեզ նման ուղղամիտ ու ճշտախոս լինել, բայց ես քեզ չեմ քննադատում, պարզապես դու միշտ համարձակ ես եղել։ Դու երբեք չես վախեցել քո սեփական թշնամիներից։ Իա, երբ ենք դուք վերադառնալու, ես ուզում եմ գնալ, ուզում եմ տեսնել Յոլանդային։ Դե բժիշկներին ենք սպասում, հայրիկ, իսկ դա շատ չի ուշանա, կտեսնես, որ մենք շատ շուտով կմեկնենք։ Կոնստանսա, իսկ դու Տոնիից հարցրել ես այդ ամենի մասին։ Հայրիկն ինձ ոչինչ չի ասի։ Իսկ նամակները։ Կարող եմ կարդալ դրանք։ Որտեղ ես այդ նամակները պահում։ Ոչ, ես դրանց տեղը չգիտեմ, այսինքն կփորձեմ գտնել, բայց անկեղծ եմ ասում, հաստատ ոչինչ չեմ կարող խոստանալ։ Ախ, Վալենտինո, իմացիր, որ ես շատ եմ ուզում կարդալ այդ նամակները, որովհետև դրանք շատ կարևոր են ինձ համար։ Բայց ես… Ոչինչ, լսիր ինձ։ Կգնաս ու բոլոր թղթապանակներդ կստուգես, մինչև որ կգտնես դրանք, ու ինձ մոտ կբերես, լավ։ Դե գնա, ես քո լավությունը երբեք չեմ մոռանա։ Ես կփոխհատուցեմ։ Ցտեսություն։ Մայրիկ, կտեսնես, որ ես ամեն ինչ բացահայտեմ, ամեն ինչ, մայրիկ, կտեսնես, այո։ Կարելի է իմանալ այդ ինչ ես խոսում նկարի հետ, Կոնստանսա։ Ես շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու, Բրոմելիա։ Քո մղձավանջների պատճառն է, որ տիկին Հելենան ուզում է բոլորին ասել, թե ինչ էր հետ տեղի ունեցել։ Մենք հենց դա պետք է պարզենք։ Բայց մենք ոչ ոքի ոչինչ չենք կարող ասել, անգամ շամանի մասին պետք է լռենք։ Ոչ, եթե տատիկին իրոք սպանել են, մենք չենք կարող այդպիսի բան բացահայտել։ Ուրեմն գաղտնի կերպով կգործենք, ոչ ոք չպետք է մնա, որ մենք հետաքննում ենք տիկին Հելենայի մահվան պատճառը, ոչ ոք։ Ասացիր Յադիրա, սա հրաման է քո ընկերների կողմից։ Իսկ կան ընկերները պահում են միմյանց գաղտնիքները, այնպես որ ոչ մեկին ոչ մի բառ։ Գլխարկս ինձ տուր։ Աստված իմ այդ երբանից եմ բամբասկոտ դարձել։ Երբեք։ Ես ուզում եմ իսկական ընկեր լինել։ Աստված իմ։ Սպասեք, վստահեք ինձ։ Մենք չենք կարող չվստահել միմյանց։ Եթե խոսում ենք, ուրեմն խոսում ենք։ Չենք խոսում, ուրեմն չենք խոսում եւ վերջ։ Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը բաժանի մեզ, այլապես այդպես երբեք չենք իմանա ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ մենք միշտ միասին լինենք։ Միշտ իսկական ընկերներ կմնանք։ Այդպես էլ կլինի։
Միակ տարբերակը, որ իմանանք արդյոք Հելենային սպանել են, թե ոչ։ Իսկ դրա համար պետք է Դեմետրային այնքան ճնշենք, մինչև ամեն ինչ խոստովանի։ Ինչ խոստովանություն, ում հետ պետք է խոստովանություն անի, եթե Սանտիագոն այլևս քահանա չէ։ Կոնստանսա, ես նկատի ունեմ, որ նա պիտի ճշմարտությունն ասի։ Դիմակազերծի Յոլանդային։ Պատկերացնում ես ինչ հրաշք կլինի, հարկավոր է որ խոհարարը վերջում բանտում հայտնվի։ Բանտում։ Ոչ, ես չեմ ուզում որ նա բանտ ընկնի, ես ողջ կայրեմ նրան, խոստովանում եմ, որ եթե իմանամ Յոլանդան ու Դեմետրան ինչ-որ բան են արել մորիս հետ, ես նույնիսկ վանականը չի կարողանում փրկել այդ երկուսին, Յոլանդան ու Դեմետրան ձեռքիցս չեմ պրծնի։ Վերահսկիր քեզ Կոնստանսա, այդպես մենք ոչ մի արդյունքի չենք հասնի, մեզ ինչ-որ պլան է հարկավոր, մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ։ Այո, դու իրավացի ես, գիտեմ, ես մտածում եմ, իմացա, արի ավարտական ալբոմները նայենք կամ դպրոցական երեկույթների տեսայերիզները, այսպես կարող ենք իմանալ տարիներ առաջ տարածված բոլոր բամբասանքները։ Այո։ Գրողը տանի Կոնստանսա, երբեմն հիմարությունների հետ մեկտեղ նաև խելացի բաներ ես ասում, բայց դա իհարկե հազվադեպ է լինում։ Շնորհակալություն։ Ինչու՞ չես խոսում Վալենտինոյի հետ, նա շատ բան գիտի այս ընտանիքի մասին։ Ես հենց դա էլ անում եմ, Բրոմելիա, բայց գիտես, երբ նրան այդ մասին եմ հարցնում, նա մի տեսակ շփոթվում է։ Խոսքը միշտ կտուրն է գցում, կարծում եմ, որ նա սիրավեպ է ունեցել մայրիկի հետ։ Նշանակում է նա ավելի շատ բան գիտի, քան մենք կարծում ենք։ Այո։ Նա ու Հելենան ճանաչել են իրար ու քո ասելով նամակներ են գրել միմյանց, չէ։ Այո։ Ուրեմն գաղտնիքը հենց այդ նամակների մեջ պիտի լինի։ Ինչ է կատարվում, հա? Ինչու հանկարծակի որոշեցիր միանալ ինձ։ Ինչ ես ուզում։ Ինչ որ դու բռնել բանականին։ Ու եթե միացել եմ քեզ, ուրեմն 99%-ով համոզված եմ, թե ով է բանականը։ Ինչ։ Դուք արդեն գիտեք, թե ով է բանականը։ Լավ է, որ դուք եք այստեղ, որովհետև դուք էլ վերջապես կիմանաք նրա իսկությունը։ Հուսով եմ սա քո հերթական խաղերից մեկը չէ, Օվիդիո։ Ոչ մի խաղ, երբ երեկ ես դեմ առ դեմ հանդիպեցի նրան, լսեցի նրա ձայնը, երկար մտածեցի ու համոզվեցի, որ այդ նա է։ Ով է բանականը։ Պադիլան է, իմ աջ ձեռքը, այսինքն ինձ է թվացել, որ նա իմ աջ ձեռքն է, Պադիլան է բանականը։ Բավական է, Գոյիտա։ Ինչ է պատրաստվում ես ամբողջն ուտել։ Կարծում եմ, որ դու դա մենակ չես ուտելու, չէ։ Իհարկե, Ալեքս, քեզ ինչ կա։ Դու գոնե ամուսին ունես ու նա կարող է սիրել քեզ եւ ցանկացած ժամանակ իրենը դարձնել, իսկ ես ոչինչ չունեմ։ Գոյիտա, ուշադրություն մի դարձրու տղամարդկանց վրա։ Նրանք մի փոքր տարօրինակ են, ասես պիտի հրահանգների ձեռնարկ ունենաս, որպեսզի հասկանաս նրանց։ Ես չեմ ուզում Մակոին հասկանալ։ Միայն ուզում եմ սիրել նրան, թե հիվանդ եւ թե առողջ ժամանակ տխրության եւ ուրախության մեջ, այնքան մինչեւ մահը կբաժանի մեզ, եթե նույնիսկ դրանից հետո էլ հնարավոր լինի, ես էլի կսիրեմ նրան։ Ես ուրիշ հաղորդագրություն ստացա վանականից։ Տարօրինակ է։ Այսքան ժամանակ նրա մոտ ոչ մի կասկածելի բան չի նկատվելու, հիմա սկսել է հանելուկներով հանդես գալ։ Հուսով եմ այդ հիմար Պադիլան միտք չունի շարունակել լակոնիկ հաղորդագրություններ ուղարկել։ Ինչ է գրված այդտեղ։ Լակոնիկ հաղորդագրությունը։ Միայն գրված է, որ վանականը հայտնվել է։ Երևի նա ինձ համար սիրային նամակ է թողել։ Ո ոչ։ Սա ասես վանականի հաղորդագրությունը լինի, ինչ անեմ։ Անաստասիա։ Բայց Անաստասիային առևանգել են։ Եթե ուզում ես իմանալ քրոջդ տեղը, ուրեմն իջիր մատուռ աղոթելու։ Ինչ անեմ, սա ում ցույց տամ։
Տանեմ Ալեքսանդրային տամ։ Վաղը մի քանի աշխատողներ կկանչեմ, որ գան ու տնային գործերով զբաղվեն։ Ես չեմ կարող այսքան մարդկանց կերակրելու խնդիրն ինձ վրա վերցնել, ոչ մի դեպքում։ Խեղճ Յոլանդան ինչպես էր այսքան տարիներ մենակ չարչարվել։ Այս գործն իրոք որ շատ բարդ է։ Ալեքս, տես թե վանականն ինչ է ուղարկել քեզ։ Ինձ։ Կարծում եմ այո, կարդա։ Անաստասիա, եթե ուզում ես իմանալ քրոջդ տեղը, ուրեմն մատուռ իջիր աղոթելու։ Դրա այստեղ միայն գրված է բանականը հայտնվել է։ Ամբողջ հաղորդագրությունը դա է։ Սերացուական հայտ է, որ դա բանականը չէ, մոռացեք այդ գրության մասին, ես դες բանականին սկուտեղի մեջ եմ առաջարկում։ Ոչ, դա անհավանական է, ինձ ապացույց է արկա, ապացույցներ ունես։ Պատասխանեն նրան Զարմիկ։ Ես գիտեմ որտեղ է բանականի թաքստոցը։ Եթե ինձ հետ գաք, կարող եմ ցույց տալ ձեզ։ Ես ոչ մի բանի ձեռք չեմ տվել։ Այդտեղ բավականին ապացույցներ կան, որը կապացուցի, որ Պադիլան է բանականը։ Իսկ ո՞րն է Պադիլայի նպատակը։ Ինչու են այդ մարդկանց սպանում։ Ինչ է նրա ուզածը։ Ինչու Պադիլան պետք է նախ Անաստասիային առևանգի հետ որ Ալեքսանդրային։ Ոչ։ Բանականը Պադիլան չէ, ոչ մի դեպքում։ Դե ես չգիտեմ, թե նրա նպատակը որն է, դրա համար էլ պետք է հարցաքննենք նրան։ Ես նրանից ոչինչ չեմ հարցրել, որպեսզի նա հանկարծ չկասկածի, որ ամեն ինչ գիտեմ։ Ասում եմ ձեզ, եկեք նախ բռնենք նրան։ Ինչ գեղեցիկ վայր։ Որքան ժամանակ է չեմ եղել այսպեսի հաճելի վայրում։ Հուսով եմ քո հերթական խնդրությունը չես անի Ագրիպինա։ Ոչ, Ակվիլես, ես գիտեի, որ քեզ այստեղ դուր կգա։ Ուղղակի եկել ենք, որ մի քիչ մաքրոց շնչենք։ Հիմա կտեսնես։ Այո։ Ես քեզ համար անակնկալ ունեմ։ Ոչ, Ագրիպինա։ Էլ մի սկսիր քո անակնկալներով։ Քո տարօրինակ անակնկալները ինձ հարկավոր չեն Ագրիպինա, խնդրում եմ։ Սպասիր, այստեղ սպասիր։ Խուան Մանչո, արի, ձին այստեղ բեր։ Ոչ, չի կարող պատահել, ոչ։ Հնարավոր չէ։ Որտեղից գիտե որ ես պաշտում եմ ձերին Ագրիպինա։ Ինչ գեղեցիկ է։ Տեսար, ինչպես իմացա, թե ինչ ես ուզում։ Հրաշք է։ Ինձ դուր է գալիս, երբ դու ուրախանում ես։ Հիմա երկուսով ձի կնստենք։ Սպասիր, ես շատ լավ եմ ձիավարում, շատ լավ։ Դե լավ։ Հիմա կտեսնես, Ակվիլես, չէիր կարող օգնել ինձ։ Իհարկե։ Օգնիր ինձ։ Կարող ես օգնել ինձ։ Հիմա։ 1, 2, 3։ 1, 2, 3։ Դե հրիր ինձ, հրիր։ Այ այդպես, շնորհակալություն։ Հուսով եմ էլ չես իջնի։ Ոչ, չեմ իջնի, բայց հիմա էլ դու կբարձրանաս։ Ես։ Այո, դե բարձրացիր, միասին կնստենք։ Շատ լավ, բայց այդպես իմ դինոզավրը ավելի կվնասվի։ Ների ինձ։ Արի, ես գիտեմ, թե քո դինոզավրին ինչպես բուժեմ, արի։ Ներիր։ Լավ է, այսպես քեզ լավ ես զգում։ Այո։ Հիմա պատրաստվիր։ Բռնիր սանձը։ Այո։ Մի րոպե, բռնիր։ Բաց չթողնես ձեռքիցդ։ Ոչ, բաց չեմ թողնում։ Դե գնացինք։ Այո, գնացինք։ Իսկ հիմա պատրաստ սկսում ենք։ Այս կողմ գնանք։ Այո, քեզ լավ ես զգում։ Հրաշալի։ Դե գնացիր։ Տեղը հարմար է, Ակվիլես։ Չսպասիր։ Մի քիչ։ Բայց դինոզավրը։ Ես պահանջում եմ հեռու մնալ իմ որդուց, դու արժանի չես նրան։ Ծիծաղելի բաներ մի ասա։ Նախ ուզում էիր, որ ետ պահեմ նրան քահանա դառնալու մտքից, դու ուզածիդ հասար, իսկ հիմա երբ ես սիրահարվել եմ նրան, իսկ նա էլ ինձ ասում ես, որ ես նրան արժանի չեմ։ Ուզում ես նրան ասեմ քո ստորագրած պայմանագրի մասին։ Այո, գնա ու ասա, բայց դրանից հետո նրան կբացատրես, որ իր պապիկը ցանկացել է իրեն հեռու պահել եկեղեցուց։ Իսկ պարոն Տոնին էլ կարող ես ասել, որ ես քո սիրուհին եմ եղել։ Ինձ մի բարկացրու։ Ուրեմն դու էլ ինձ մի բորբոքիր։ Հայրիկ, նորից այստեղ ես։ Հիմա ինչ կասես։ Սա ինչ է նշանակում։
Այսօր մատուրում շատ մութ է։ Ով կա այդտեղ։ Հայրիկ, ես կարծում եմ, թե մենք վերջնական խոսել ու ամեն ինչ բարձր ենք Վիոլետայի հետ կապված։ Ինչու ես հետապնդում մեզ։ Վիոլետան քեզ համար չէ որդիս։ Գիտեմ, որ հիմա սիրահարված ես ու անչափահասի նման ես դատում, բայց իրական կյանքը այլ է։ Մենք գիտենք դա ու շատ բաների միջով ենք անցել այստեղ լինելու համար։ Այո, ու դեռ շատ բաների միջով կանցնեք։ Իսեր Աստծո, Վիոլետա, դու անբարոյական կին ես, մտքիցդ հարիր այս կյանքը։ Հասկացիր, ինչ էլ նրա համար անես, միևնույն է, այդ կնոջ հեղինակությունը չի փոխվի։ Ես պատրաստ եմ հաղթահարել բոլոր խնդիրները, որքան որ դժվար լինեն։ Ես ճանաչում եմ նրան, ու դա ինձ համար բավական է, հայրիկ։ Աստված իմ Վիոլետա, հիշում ես, թե քո պատճառով ինչ տեղի ունեցավ հիմնադրամում։ Նմանատիպ դեպքեր դեռ շատ են տեղի ունենալու ձեր կյանքում, գիտեմ, որ ասելու ես, թե թքած ունեմ մարդկանց ասածների վրա, բայց ի վերջո, դա հոգեպես կճնշի, ես հավատամ։ Ես քեզանից շնորհակալ կլինեմ, եթե ամեն ինչ հենց այսպես էլ թողնենք։ Վիոլետա, խնդրում եմ, մտածիր այդ մասին, մտածիր։ Դու միշտ անբարոյական կին կհամարվես։ Մեկը, որն իրենով է արել նրա նման երիտասարդին ու հեռացրել եկեղեցուց։ Մտածիր այդ մասին։ Նոր կյանք կառուցելու փոխարեն դու հավիտյան դժոխքում կհայտնվես։ Հայրիկ, վերջին անգամ եմ ասում։ Ես պատրաստ եմ այս կնոջ համար ցանկացած բան անել, որովհետև սիրում եմ նրան ու մտադիր եմ ամուսնանալ նրա հետ։ Պարզ է։ Ալեքսանդրա, ինչ կա այդտեղ։ Շատ լավ, հիմա մենք երկուսով ենք։ Ալեքսանդրա, մի փակնիր այդտեղ, բաց արա, ինչ է կատարվում։ Հիմա մենք մենակ ենք։ Արի անկեղծ լինենք, ինչ կասես։ Ես գիտեմ, որ այդ դու ես, Օվիդիո, գիտեմ, որ դու ես։ Ինձ հիմա այդտեղ մի դիր ու ոչ էլ այդպես շարժիր գլուխդ։ Ես հաստատ գիտեմ, որ այդ դու ես։ Արի վերջ դնենք այս հիմար խաղին, խնդրում եմ։ Ալեքսանդրա, բանականը կսպանի քեզ, բաց արա դուռը։ Աստված իմ, նա խուլ է, նա չի լսի ինձ։ Դա է իմ առաջարկը։ Խնդրիր, ինչ ուզում ես, երդվում եմ, ինչով ուզում ես, երդվում եմ, որ կկատարեմ քո ցանկությունը։ Երանի Վալենտինոն, գտնեք նամակներն ու ինձ տա, այդպես կիմանամ, թե ինչ է կատարվել մորս հետ, նա իր մահով է մահացել, թե սպանել են նրան։ Պատկերացնում ես, եթե պարզվի, որ Հելենային իրականում սպանել են, ու Յոլանդայի մատնել խառն է դրանում։ Ես սարսափում եմ։ Յոլանդան անմիջապես կչքվի այստեղից, ու նորից այս տանը խաղաղություն ու հանգստություն կլինի։ Այո, իսկ մայրիկն այնտեղ հանգիստ կննջի։ Ես վրեժխնդիր կլինեմ նրա մահվան համար։ Նա դեռ կհպարտանա ինձանով։ Այնքան եմ հուզվում, հենց միայն այդ մասին մտածելիս մարմնովս դող է անցնում։ Իսկ դու այդտեղ ինչ ես անում, ականջ էիր դնում մեզ։ Դու չլսեցիր, չէ՞, մայրիկի ու Յոլանդայի մասին մեր խոսակցությունը։ Ոչ, ես նկուղում էի Ալեքսանդրայի հետ այնտեղ էի գնացել աղոթելու, բայց հետո դուռը փակվեց ու նա ներսում մնաց։ Ես թակեցի դուռը, բայց քանի որ նա խուլ է չլսեց ինձ, դրա համար էլ ես եկա բանալիների ետևից։ Քիչ էր մնում, որ քեզ մատնեիր։ Մի անհանգստացիր, Բրոմելիա, որովհետև Գրեգորյան ինձանից հիմար է։
Հիմա գնում ենք վանականին բռնելու, թե ոչ։ Ես ձեզ ցույց կտամ նրա թաքստոցը։ Բիլան, գնա նրա հետ, լավ։ Ես անձնական գործեր ունեմ, պետք է տեղ գնամ։ Ու դու բաց ես թողնենք վանականին բռնելու գերագույն հաճույքը, նա պետք է որ իր ապաստանում լինի, երևի հիմա իր հերթական սպանությունն է ծրագրում։ Լազարոյն ու Բիլանին տար քեզ հետ։ Եթե հաջողվի բռնել նրան, ուրեմն նրան այստեղ կբերեք։ Մի քիչ ժամանակ չկորցնենք։ Գնացինք։ Ալեսիլոս, արագ գրիր գրա տախտակի վրա։ Վանականը հայտնվում է։ Բայց նա իսկականը չէ։ Եթե պատասխանը չգիտես, ուրեմն հիմար ես։ Այո, վանականը թակարդ է լարում մեր դեմ։ Ու ես այնպիսի զգացում ունեմ, որ հենց Օվիդիոն է այս ամենն անում։ Օվիդիո, ես գիտեմ, որ այդ դու ես, գիտեմ, որ դու էլ ինձ ես ճանաչում։ Դե լավ, լսիր։ Այո, այդ ես եմ, արտասովոր Անաստասիան, հետո ինչ, դու ոչինչ չես կարող անել, ոչինչ, եթե քեզ բարկացնում է այն, որ ես Ալեքսանդրային եմ նմանակել, որ մոտ լինեմ Աուրելիոյին, ուրեմն այո, ճիշտ է, դե բորբոքվիր, զայրացիր, կարող ես նույնիսկ բղավել, այո, ես սիրում եմ նրան, այո, ես սիրում եմ նրան, սիրում եմ Աուրելիոյին, ու դու ոչինչ չես կարող անել դրա դեմ, այո, դու ոչինչ չես կարող անել դրա դեմ, լսեցիր։ Չգիտեմ, ասես հանելուկ լինի այնպես, չէ։ Այո։ Կարծես մանկական հանելուկ լինի։ Նման է դրան, բայց դա չէ։ Ուրեմն ուշակիր ինչն է։ Հիշում ես։ Այո, հանելուկներն այդպեսին են լինում։ Կարծում եք դա ինչ-որ բան է նշանակում։ Այո, միգուցե վանականն ասում է, որ ինքը երբեք չի գնալ Օվիդիոյի հետ, որ Օվիդիոյին հանդիպած վանականը իսկական չի եղել։ Այսինքն հնարավոր է, որ սա Օվիդիոյի սարքած հերթական ծուղակը լինի։ Շատ հնարավոր է, որ նա Կուբիլյանին ու Լազարոյին այդ ենթադրյալ թաքստոցն է տալ, որպեսզի սպանի նրանց։ Դրա համար էլ Օվիդիոն այդքան փնտրում է, որ այս ամենան գնամ իրենց։ Արի ինձ հետ Գոնսալես։ Որտեղ է քույրս։ Ուզում ես խաղալ։ Որտեղ է նա։ Ախ, Աստված իմ Յոլանդա, որ մեկն է Տեր Աստված։ Ինչ է պատահել Գոյիտա։ Որն է։ Գոյիտա, մենք կարող ենք լուրջ խոսել։ Այո, բայց հետո Մակո, որովհետև Ալեքսանդրան մատուռում է։ Սպասիր, արի այստեղ։ Ոչ։ Արի Մակո, արի Ալեքսանդրան մատուռում փակվել է։ Մի քիչ աղոթի այնտեղ Գոյիտա, դրանից ոչ մի վնաս չկա։ Ոչ, ես համոզված եմ, որ նա ուշաթափվել է, որովհետև դուռը չի բացում։ Ոչ, միգուցե նա ինչ-որ բան է խնդրում տիրոջից։ Ես էլ ուզում քեզ այնպես մի բան խնդրել Գոյիտա։ Ամուսնանաս ինձ հետ։ Ամուսնանամ քեզ հետ Մակո։ Լուրջ ես ասում։ Իհարկե լուրջ եմ ասում, անկեղծ եմ ասում։ Ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ։ Միայն թե չգիտեմ թե ընտանիքդ, չգիտեմ նրանք հավանություն կտան թե ոչ, բայց Կարիք չկա, որ դու ինչ-որ մեկից թույլ տվություն խնդրես, թո իմ ընտանիքի հետ չես ամուսնանում։ Շնորհակալ եմ, Տեր Աստված։ Ոչ, սպասիր, Գոյիտա, սպասիր։ Ամեն ինչ պիտի օրինական ձևով լինի։ Մինչև չամուսնանանք ոչինչ չի լինի։ Ասացիր, պարզ է։ Ոչ։ Ես քեզ ասացի, որ ինձ չես սպանի Օվիդիո։ Ասացի, որ քեզ համար չափազանց դժվար կլինի ինձ սպանել։
Ինչ։ Որտեղ է քո տեսախցիկը։ Չես ուզում տեսագրել այս հիշարժան պահը։ Տեսա երեզի մեջ կերևա, որ դու ես վանականը։ Թող բոլորն իմանան դրա մասին։ Օվիդիոն ուզում է սպանել ինձ։ Նա ուզում է ինձ սպանել։ Ոչ, այստեղ մարդ չկա։ Պատիլայից ոչ մի հետք չկա։ Այստեղ ոչ մեկ չկա։ Այնպիսի տպավորություն է, որ այս խոհանոցը վաղուց չի օգտագործվել։ Այստեղ միայն գիշերելու համար է։ Միգուցե Պատիլան այստեղ չի ապրում, բայց ես վստահ եմ, որ սա է նրա թաքստոցը։ Ուշադիր սննեք։ Լազարո։ Ապա նայր։ Վանական Օվիդիոն է, իսկ ես Անաստասիան եմ, ես… Ոչ, Ալեքս դեռ այդտեղ ես։ ինչ ես մտադիր անել, ինչ ես անում, ասա, ինչ պիտի անես։ Իմացիր, որ բոլորը տանն են, չես վախենում, որ մարդիկ քեզ այստեղ վանականի հագուստով ու արյունոտ դանակով կտեսնեն։ Լսում ես, այստեղի միակ երկայն դուռն է, որ տեսնում ես, ոչ մի պատուհան չկա, ոչ մի պատուհան, այնպես, որ դու կործանված ես, բոլորը շուտով քեզ կբռնեն, օգնեք ինձ, օգնեք, օգնեք, օգնեցեք, օգնեք, Հիմա ինչ կարծիք ես որ եղբայր։ Ինչպես ես գտել այս վայրը Օվիդիո։ Ես որոշ ժամանակ հետևել եմ Պատիլային, դա մանրամասն հետաքննության արդյունք է, որ ես հանգիստ ու առանց ոստիկանության միջամտության եմ արել։ Պարզ է։ Իսկ որտեղ է Պատիլան։ Չգիտեմ, բայց նա ցանկացած պահի կարող է ներս մտել, իսկ մենք կարող ենք բռնել նրան։ Իսկ նա չհայտնվի։ Ոչ, գույտա չեմ կացին, որ ճիշտ մեզ բերել, ոչ։ Արագացրու, Մակո, ես վստահ եմ, որ Ալեքսն այնտեղ խեղդվում է, արագացրու։ Այո, ուրոմ պիտի կոտրենք դուռը։ Մակո, թույլ մի տուր, որ նա մեռնի։ Ոչ մի արագստացիր, գնա, ուրենու են կաչի։ Իսկ ուշ եղիր, թե այդ խուլ աղջիկան ինչ-որ բան անես, այդներս ոչ դուր չես գա։ Մակո, մի մոտեցիր, Մակո, չմոտենաս ոչ, թող գնա, նա միայն դա է ուզում։ Իսկ դու ինչ գիտես, չէ որ դու խուլ ես ու չես կարող նրա շփթունքները կարդալ, հանգիստ նա պատանդ է ուզում, որպեսզի փախչի, բայց հաստատ քեզ չի դիպչի։ Մակո, հիմա դրա ժամանակը չէ։ Հեռացիր, խնդրում եմ, թող գնա։ Հանգստացիր, ասա ինչ է կատարվում։ Հիմար ես է ինչ, քեչ ասացի, որ վանականն Ալեքսին պատանդ է վերցրել, դանակը նրա կոկորտին է դեմ տվել և ուզում է սպանել, արագացրի։ Ասում ես վանականը տանն է։ Աղ Բրոմելիա, վախեցրեցիր ինձ։ Ես ուզում եմ գնալ ու տեսնել նրան։ Արի գնանք ու տեսնենք նրան, Բրոմելիա, ուզում եմ իմանալ, ինչպիսին է նա, բարձրահասակ է, կարճ է։ Հիմար մի եղիր Կոնստանսա, ուզում ես որ նա սպանի մեզ։ Վանականին պիտի միայն Աուրելիոն տեսնի։ Գոյտա որտեղ է նա։ Ես հենց նոր նրա գրասենյակ զանգեցի ու ամեն ինչ ասացի Վալենտինոսին, ես գնացի։ Շատ լավ, այո։ Յանալի է զարմիկ։ Նման է թաքստոցի, բայց մենք պետք է այնպեսի ապացույց գտնենք։ Որը կապացուցի մեզ, որ սա իսկապես Պատիլայի տունն է։ Que vinculan a Padilla con este lugar, ¿no?
Ահա պատիլայի փաստաթղթերը։ Ու իր անունով լրացված մի քանի բանկային հաշիվներ բնակարանի վարձակալության վերաբերյալ։ Ահա նաև կենցաղային սպասարկման մի քանի հաշիվներ։ Լավ, կարծում եմ գտել ենք մեզ անհրաժեշտ ապացույցը։ Դու ինձ չես իմացել մի վիդեո։ Վանականացի հաղորդագրությունը ուղարկել ինձ։ Դու իրոք շատ արագ գտար այդ բոլոր իրերը։ Կարծես թե գիտեր դրանց տեղը։ Բացի այդ, այն փաստը, որ պատիլայինը երևում է մի քանի հաշիվներում չի նշանակում, որ նա այստեղ է ապրում։ Նա անհավատալի է։ Ես քեզ ամեն ինչ տալիս եմ։ Նրա թաքստոցը, ապացույցը, բայց դու չես հավատում ինձ։ Այդքան կամակոր մի եղիր հոր եղբայր։ Ամեն դեպքում մինչև ինչ-որ բան անելը պետք է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրենք։ Ալո, այո, Վալեսիլոս։ Շատ լավ։ Վանականը չի գամ, որովհետև նա այս պահին տանն է։ Գնացինք։ Հավատս չի գալիս, որ այդ տխմար պատիլայի մոտ ոչինչ չի ստացվել։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես